Արգելի հայրենակիցներ, այսօր ձեզ հետ միասին բացահայտելու ենք Նիկոլ Փաշինյանի շատ մեծ սուտ, մեգա սուտ ես կասեի, պայթացնելու ենք մեգա փուչիկ, որը վերաբերում է հետևյալին։ Գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը արդեն երկար ժամանակ է փորձում է բանավեճի հրավիրել Արցախյան հարցով 3 նախկին նախագահներին, որոնք իրենց հերթին բարեկրթության սահմաններում 3 մատի կոմբինացիա են ցույց տալիս։ Նիկոլին հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանը ընդամենը ուզում է ցույց տալ, որ կարող է հայտնվել մի հարթության վրա այդ պատկառելի անկախ մեր քաղաքական վերաբերմունքից մարդկանց հետ։ Ընդդիմությունը իր հերթին Հանրապետականը, Սերժ Սարգսյանը, ՀԱԿ-ը, Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանից հրապարակել Արցախյան բանակցությունների փաթեթը, շատ ճշգրիտ հիմնավորելով, որ առաջինը այն հրապարակելու դեպքում բոլոր փաստաթղթերը հրապարակելու դեպքում բանավեճի առարկան ինքնին կվերանա, որովհետև մարդիկ կտեսնեն, թե ինչ աղետի է բերել Նիկոլը բոլորիս եւ ինչ լավ ժառանգություն է ստացել, եւ երկրորդը այդ պարագայում նաև կպայթի Նիկոլ Փաշինյանի այն փուչիկը, ըստ որի նա փորձում է Արցախյան պրավալը, Արցախյան ճգնաժամը, Արցախյան հարցի ողբերգությունը իր սեփական անձից հեռացնել եւ գցել նախկին նախագահներից մինչև պատահական ճամփորդների գրպանը։ Նիկոլ Փաշինյանը, երբ որ իրեն ասացին, որ ինչու չես հրապարակում այդ փաթեթները, Ազգային ժողովում օրինակ ասում էր հետևյալը, եւ հիմա մի քիչ հետո ես կմիացնեմ համապատասխան տեսանյութը, դուք այն կտեսնեք, որ ինչպես է Նիկոլ Փաշինյանը փորձում խուսափել Ազգային ժողովում այդ փաթեթը հրապարակելու պարտավորությունից, ասելով, որ գիտեք, այդ սաղ տենց դրած է դարակներում, մեկը կանդիցիան տակից ենք հանում, մեկը ես իմ խալադիլնիկի մեջից ենք հանում եւ այլն եւ այլն։ Լսենք այդ տեսանյութը կարճ, թե ինչ հիմնավորում էր բերում Նիկոլ Փաշինյանը չհրապարակելու համար այդ փաստաթղթերը։ Դες չթվա թե բանակցությունների ինստիտուցիոնալացված կա առաջին հատոր, երկրորդ հատոր, երրորդ հատոր, մի հատը Սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կանդիցիաների միջից ենք հանում, մի մասը ընդհանրապես մասնավոր մարդ գալիս է, մեզ տալիս է, այդ դուք թողել եք այդ որ sense մի դարակում դրածելներ, որ դրածելներ կասեինք վերցրեք, ձեզ ենք տալիս։ Ինչպես տեսակ, արգելի հայրենակիցներ, սա է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական տեսակետը, թե ինչու իրենք չեն հանրայնացնում Արցախյան հակամարտության հետ կապված բանակցային փաթեթը։ Այստեղ մենք ձեզ հետ միասին կանչում ենք օգնության Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը բացահայտի Նիկոլ Փաշինյանի սուտը։ Նիկոլն ասում է, փաթեթ չկա, տարբեր թղթեր են, ես ինչ հավաքում ենք, հա մի օր կհրապարակենք։ Այդ Նիկոլին հակադարձելու է հիմա այն մյուս Նիկոլը, ինքնահավան, ինքնավստահ, հետհեղափոխական, փրչոտ Նիկոլը, մազոտի նկատի ունեմ, մի նեղացեք, մորուքով։ Եվ այսպես, 2019 թվականին նա 2 անգամ, 2 առիթով ուղղակի եւ անուղղակի հիմնավորել է, հաստատել է, որ այդ փաթեթները իրականում գոյություն ունեն։ Մասնավորապես հետեւյալ տեսանյութը ես ձեզ հիմա կմիացնեմ եւ դուք կտեսնեք, թե 2019 թվականին նա սկզբից ինչ էր ասում եւ ինչ էր խոսում այդ փաստաթղթերի մասին։ Խնդրեմ։ Ես վարչապետ ընտրվելուց հետո բնականաբար առաջին գործերից մեկն էր, որ ես խնդրեցի, որ ինձ բերեմ Ղարաբաղի հետ կապված թղթերը, եւ երբ որ ես այդ թղթերը կարդում էի, անկեղծ ասած առաջին մտքերից մեկն էր, որ արժի այդ ամեն ինչը հրապարակել, եւ ես ուզում էի, հիշում էի, որ հետաքրքրվեմ, տեսնեմ, թե ինչ իրավական կամ ինչ խնդիր կա դրա հետ կապված, ուղղակի դուք ինձ հիշեցրիք, որ ես տենց բան էի մտածել, ես կուզեմ հրապարակվեն, անկեղծ ասած, բայց պետք է այդ նուրբ հարցը, որ պետքա քննարկել, հասկանալ այդտեղ, որովհետև այդ փաստաթուղթը միայն մեր սեփականությունը չի, չէ՞, դա ՎԻԱԿ Մինսկի խմբի համանախագահների, բանակցողների, միջնորդների սեփականությունն է։ Ինչպես տեսակ, Նիկոլ Փաշինյանը ասում էր 19 թվականին, որ
նա եկել էր այդ փաստաթղթերը գտել էր, ծանոթացել էր, վրդովվել էր եւ ուզում էր անպայման հրապարակել, բայց հարցը նուրբ էր, դրա համար չհրապարակեց։ Կարծում եք այս ապացույցը միակն է, որ մի Նիկոլը բացահայտում է մյուս Նիկոլի սուտը։ Այդպես չէ։ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ, մեկ այլ առիթով խոսում է այն մասին, որ արցախյան բանակցությունների փաստաթղթերը կան, ավելին, նա այդ փաստաթղթերը փոխանցել է այդ ժամանակվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը։ Լսենք Նիկոլ Փաշինյանին։ Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային process-ի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին։ Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել ընդհանրապես։ Ինչա բանակցվել ինձնից առաջ։ Տեղյակ չեն եղել։ 5 անգամ հարցրել եմ, դուք տեղյակ եք ինչա խոսացվել։ Ինչա պայմանավորվել։ Իրանք տեղյակ չեն եղել։ Արգելի հայրենակիցներ, ինչպես տեսակ, 19 թվականին երկրորդ անգամ Նիկոլը հրապարակավ փաստում է, որ այդ փաստաթղթերը գոյություն ունեն, այդ փաստաթղթերը նա ինքն է իբր թե միակ ղեկավարը, որ այդ փաստաթղթերը բանակցային բովանդակությունը փոխանցել է ԼՂՀ ղեկավարությանը։ Կարծում եք սա էլ վերջն է։ Չէ, վերջը չէ։ Եվս մեկ անգամ էլի նույն 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը գալիս է մեզ օգնության բացահայտելու Նիկոլ Փաշինյանի ստահոդությունը, անբարոյականությունը եւ ստախոսությունը։ 2019 թվականի նոյեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը հրավիրում է մամուլի ասուլիս եւ մի ռուս լրագրող իրեն հարց է տալիս Լևոն Տեր-Պետրոսյանի հետ այդ դրան նախորդ ժամանակահատվածում իրենց հանդիպման բովանդակության մասին, որտեղ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իրեն ոչ մի նոր ինֆորմացիա չի հաղորդել, այն ամենը ինչ հաղորդած էր ինքը որպես վարչապետ այդ փաստաթղթերի հետ կապված ամբողջ տեղեկատվությանը ծանոթ էր եւ որևէ նորություն Լևոն Տեր-Պետրոսյանը իրան չի ասել, որովհետեւ Նիկոլը ունի այդ բոլոր փաստաթղթերը, մեկ տեղված է, ծանոթ է եւ այլն։ Լսենք այդ վիդեոն։ Իմ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելուց հետո պարոն Տեր-Պետրոսյանը ցանկացավ հանդիպել ինձ հետ։ Նա ասաց, որ շատ կարևոր տեղեկություններ ունի։ Մենք հանդիպեցինք կառավարական տանը եւ խոսեցինք, եւ սա մեր միակ հանդիպումն էր 2012 թվականից ի վեր։ Что у него была тогда за информация, когда вы встречались? Да, кстати. Он передал мне кое-какую информацию про... Նա ինձ փոխանցեց որոշ տեղեկություններ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերաբերյալ, բայց ես արդեն այն ժամանակ ասացի, չեմ հիշում երբ է տեղի ունեցել այդ հանդիպումը, գուցե հունիսի վերջին, ես ճշգրիտ չեմ հիշում, բայց գործնականում բոլոր այն տեղեկությունները, որ պարոն Տեր-Պետրոսյանը ինձ փոխանցեց, ես արդեն գիտեի, եւ այն ժամանակ էլ ես ասացի, որ նա ինձ համար ոչ մի նոր բան չասաց։ Այսինքն ես այդ ժամանակ արդեն վարչապետ էի եւ տրամաբանական է, որ իմ առաջին քայլերից մեկն այն էր, որ խնդրեցի տրամադրել ինձ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը։ Այսինքն ես արդեն ծանոթ էի այս տեղեկատվությանը։ То есть я уже был знаком с этой информацией. Եվ այսպես հարգելի հայրենակիցներ, ինչպես տեսնում եք, մինչև 44 օրյա պատերազմը Նիկոլ Փաշինյանը չէր բողոքում, որ արցախյան հակամարտությանը վերաբերող փաստաթղթերը գոյություն չունեն, որ Խալաձիննիկից, Ծոցից, Անդրավարտիկից ես իմ տարբեր այլ տեղերից նա այդ փաստաթղթերը ստիպված հավաքում է, որ փաթեթ սարքի, եւ դա է պատճառը, որ մինչև հիմա չեն հրապարակել, ինչպես տեսնում եք, մինչև 2020 թվականի 44 օրյան ինքը հրապարակավ խոստովանում էր, որ այդ փաստաթղթերը գոյություն ունեն, նա ծանոթ է, Լևոնը իրեն ոչ մի բան չի ասել, Քոչարյանի, այսպես ասած, որոշ բաներ մեղսագրելու համար նա անգամ ուզում էր այդ փաթեթը հրապարակել, իսկ հիմա վիդիտիլի այդ թղթերը չկան։ Какая досада, կասեր սովետական մի մուլտիկի հերոսը։ Այդ փաստաթղթերը իրականում գոյություն ունեն, այդ փաստաթղթերը դրան գումարած նաև Նիկոլ Փաշինյանի օրոք բանակցված կամ իրեն առաջարկված եւ իր կողմից մերժված այն փաստաթղթերը, որ 19 թվականին Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել են Նիկոլին, այն փաստաթղթերը, որ Նիկոլը 1 տարուց ավել գախնի էր պահում այդ փաստը հայ ժողովրդից, մինչև հիմա մենք ծանոթ չենք այդ փաթեթին, այդ փաթեթը այն մասին էր, որ 44 օրյա պատերազմը կարելի էր կանխել հայկական կողմի համար ընդունելի լուծումներով, Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման
հիմքում դրած լինելով նաև ինքնորոշման ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ այլն եւ այլն։ Այդ ամբողջ փաթեթը նրա մասին է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, Նիկոլ Փաշինյանը մարդասպան է, Նիկոլ Փաշինյանը հայրենիքասպան է, հաշվի առնելով Արցախի ներկայիս կորուստը, Նիկոլ Փաշինյանը արժանի չէ եւ չպետք է ղեկավարի մեզ հայերիս։ Մնացեք մեզ հետ, ես կշարունակեմ բացահայտել Նիկոլի ստերը, ինչպես տեսակ հիմնավոր փաստերով, երբեմն դիմելով հենց Նիկոլի օգնությանը։